Իդեպ այսօր այդ կեղծ պատարագից անմիջապես հետո Ալեն Սիմոնյանը զրուցել է լրագրողների հետ եւ ասել է, որ ժամանակն է հաջորդ պատարագը մայրաթոռում անցկացնել։ Ես հեռու եմ այն մտքից, որ Ալեն Սիմոնյանը արտահայտել է սեփական կարծիք, ԿՊ-ում մնացել են միայն համարակալված ուսապարկերը եւ նրանցից որևէ մեկը, այդ թվում Ալեն Սիմոնյանը, սեփական կարծիք ունենալ չեն կարող, նրանք անգամ տուալետ գնալուց պետք է ունենան Նիկոլ Փաշինյանի հատուկ թույլտվությունը, ելույթ մնաց նման զգայուն ու սկզբունքային հարցերում համարձակվեն ինքնուրույն կարծիք արտահայտել։ Սա այն դեպքն է, երբ որ գտնում են թիմում ամենաէպատաժային կերպարին եւ փորձում են նրա շուրթերով ապրոբացիա անել, այսինքն հասարակությանը նախապատրաստել ինչ-որ իրադարձության։ Ես վստահ եմ, որ Ալեն Սիմոնյանը թիմի հավաքական կարծիքն է կամ որոշումն է փոխանցել, որ մտադիր են հաջորդ պատարագը մայրաթոռում անցկացնել։ Կասկած չկա, որ նման որոշում, եթե Փաշինյանը կայացրել է, ուրեմն արդեն ռեպրեսիվ մեքենան նորովի աշխատացնելու որոշում էլ է կայացել,